Շնորհակալություն մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Պարոն Դանիելյան, թույլ տվեք կասկածի տակ դնել ձեր անկեղծությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դուք այն падգամավորն եք, ով ասում էր, որ ուրեմն ոսկեպարի եկեղեցին մնալու է Ադրբեջանի կազմում, ոսկեպարի եկեղեցին Հայաստանի տարածքում է, վերանորոգված է եւ դուք մինչեւ հիմա ներողություն չեք խնդրել դրա համար։ Ես կարող եմ ձեզ լինկերն ուղարկել ձեր հայտարարությունների, որ տեսնեք եւ համոզվեք, որ դուք եք եղել այդ անձնավորությունը, ով ուրեմն ստել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մի խոսեք իմ ելույթի ժամանակ, պարոն Դանիելյան, շնորհակալություն, հաջողություն։ Եվ շարունակելով, հարգելի գործընկերներ, ընդդիմություն, դուք տեղյակ եք հանձնաժողովի նախագահի պարտականությունների շրջանակի վերաբերել ընդհանրապես։ Այնպիսի տպավորություն է, որ ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի կազմում են լուծվում բոլոր հնարավոր հարցերը առողջապահության ոլորտին վերաբերող։ Ոչ, հարգելիներս, առողջապահության ոլորտի քաղաքականությունը, եթե չգիտեք, ասեմ իմանաք, մշակում է առողջապահության նախարարությունը եւ մեր համապատասխան պրոֆիլային հանձնաժողովը ուրեմն իրականացնում է ազգային ժողովի падգամավորի եւ հանձնաժողովի լիազորություններից բխող ուրեմն գործառույթներ, վերահսկողական գործառույթներ, օրենսդրությունների մշակման գործառույթներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հանձնաժողովի նախագահները ազգային ժողովում կատարում են այո հանձնաժողովի ուրեմն անդամների բնականon աշխատանքն են ապահովում, կազմակերպում են հանձնաժողովի աշխատանքներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչը ես վստահ եմ, որ Տիկին Հունանյանը լավագույնս կիրականացնի։ Եվ ձեր փորձերը, այսպես ասած, ընկալում ստեղծել, որ առողջապահության մշտական հանձնաժողովում են ամփոփված Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանային առողջապահական բոլոր հարցերը ամենևին էլ ուրեմն ճիշտ չի եւ մարդկանց մոտ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ ընկալումները չեն էլ ձևավորվում։ Եվ եթե ձեզ համար չափազանց կարևոր է հանձնաժողովի նախագահի պաշտոնն առհասարակ ինքնին, քանի որ տեսնում եմ, որ ակտիվ ելույթներ եք ունենում, գրանցվում եք 10 րոպեանոց ելույթներ եք ունենում, եթե այդքան կարևոր է, ինչի՞ չեք լրացնում դոնթի բանաձևով ձեզ տրված հանձնաժողովի նախագահների, փոխնախագահների, ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնները, ինչի՞ չեք ներկայացնում տեխնացուներ։ Եթե կարևոր է, ներկայացրեք։ Եթե կարևոր չի, ինչ եք եկել այդտեղ խոսում ընդհանրապես։ Ինչ եք եկել դուք խոսում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ձեզ համար կարևոր չեն այդ պաշտոնները։ Սահմանադրական դատարանն անգամ իր կարծիքում ֆիքսել է, որ հանձնաժողովի նախագահի պաշտոններում փոխնախագահի հանձնաժողովի եւ նաեւ ազգային ժողովի փոխոսնակի պաշտոններում առաջադրումները ոչ թե ձեր իրավունքն է, այլ պարտականությունն է։ Ինչի՞ չեք առաջադրում։ Հետևաբար ձեզ համար բացարձակապես կարևոր չեն ազգային ժողովի աշխատանքները, որ կարևոր լինեն նիստերին կգաք, հանձնաժողովի նիստերին կմասնակցեք, տեխնացուներ կներկայացնեք, բայց դուք էլի եկել եք ստեղ եւ փորձում եք ուրեմն իմիտացիա եք անում, թե իբր աշխատում եք եւ իբր ձեզ համար կարևոր են ազգային ժողովում որևէ քննարկումները եւ որևէ բան առհասարակ։ Դուք էլի կրկնում եմ, փորձում եք լուծել ձեր քաղաքական գոյության հարցը մինչեւ այս գումարման ավարտ։ Բայց ձեր քաղաքական գոյության հարցը վաղուց լուծված է, հատկապես օգոստոսի 8-ից հետո, ավելի ճիշտ քաղաքական չգոյության հարցը։ Եվ շարունակելով ինչ որ պաշտոնների առաջադրումներից եք խոսում, դուք ձեր տեխնացուներին հիշում եք ընդհանրապես տարբեր պաշտոններում, որ առաջադրել եք։ Մի երկու հատ անուն տամ եւ այդքանով սահմանափակվեմ։ Ռուբիկ Հակոբյան, Էդգար Ղազարյան, այդ մարդկանց եք դուք բերել առաջադրել մի դեպքում, հա, հեռուստառադիո հանձնաժողովում, մյուս դեպքում մարդու իրավունքների պաշտպանի հաս դուք, էսա ձեր որակը, էս եք դուք Էդգար Ղազարյաններ եք եւ Ռուբիկ Հակոբյաններ եք, էս եք, եւ հետեւաբար խնդրում եմ ձեզ, ուրեմն չանդրադառնալ մի թեմաների, որին անդրադառնալու իրավունք դուք առհասարակ չունեք։ Եվ նաեւ խոսում եք, ասում եք չգիտեմ ինչ մասնագիտության տեր է, բայց այս պաշտոնն է զբաղեցնում։ Դուք առաջադրել եք, ասում եք, առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում մարդու, ով ունի այդ ոլորտի օրինակ բարձրագույն կրթություն եւ այլն։ Ձեր շարքերում բազմաթիվ մարդիկ կան, օրինակ Աղվան Վարդանյանը, բանասեր սոցիալ նախարար, հա, նորմալ է, կամ ամենացցուն օրինակը, ձեր սիրելի առաջնորդը, ձեր նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահ հայերեն գրել չգիտեր։ Էսա ձեր կրիտերիաները եւ մոտեցումները Հայաստանի Հանրապետության պաշտոններին առհասարակ։ Այո, սա է ձեր մոտեցումը Հայաստանի Հանրապետության նախագահ, ով հայերեն գրել չգիտի։ Եվ հետեւաբար այստեղ էլ դուք որևէ բարոյական, ուրեմն իրավունք եւ լեգիտիմություն չունեք խոսելու այս թեմաների մասին։
Եվ ամփոփելով նաև այստեղ խոսվեց Գառնիկը Դանիելյան ասում է մեր առաջնորդի Ռոբերտ Քոչյանի տղան 50-րդ համարն էր, եթե մենք ուզենայինք, որ ինքը падգամավոր դառնար, 30-ը կլիներ եւ դուք ուզեցաք, որ ինքը падգամավոր դառնար եւ ստիպեցիք, որ հերթով падգամավոր դառնալու հերթը հասած ցուցակի ձեր գործընկերները դնեն իրենց մանդատները, որ Լևոն Քոչարյանը դառնա падգամավոր։ Էս եք դուք։ Օրինակ մեր ցուցակում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում 50-րդ համարը լինելու համար պետք է շատ մեծ ջանք գործադրես, քաղաքական աշխատանք կատարես, կուսակցական աշխատանք կատարես։ Եվ որևէ մեկին որդին լինելու հանգամանքով մեր ցուցակում մարդիկ համարներում չեն տեղավորվում։ Որևէ մեկի որդին լինելու համար մեր ցուցակից մարդիկ դուրս չեն գալիս, որ ինքը դառնա падգամավոր։ Հիմա դուք ձեր ելույթներում եկել ստեղ ինքներդ ձեզ եք նկարագրում եւ փորձում եք մեզ ինչ-որ կերպ, ներկայացնել հանրությանը, չի ստացվելու, հարգելի ընդդիմություն։ Եվ քանի որ նաև փորձեցիք նսեմացնել մինչ այս կատարված աշխատանքները, ես մի քանի վիճակագրական տվյալներ կասեմ եւ կամփոփեմ։ Ոչ բռնի թավշյա հեղափոխություն, ժողովրդական հեղափոխությունից հետո են սկսվել ուրեմն մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժումը եւ միայն 2024 թվականին 87638 երեխա բուժում է ստացել։ Անպտուղ զույգերի օժանդակ տեխնոլոգիաներով վերարտադրողական ծառայությունները եւս ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո են այս ծրագրերն իրականացվել եւ արդեն 2748 դիմող կա։ Դուք հասկանում եք, չէ՞, այս ծրագրերի կարևորությունը։ Սրտի անհետաձգելի վիրահատությունների ուրեմն համար 2424 մարդ է արդեն ստացել բուժօգնություն։ Սա այն մասին է, որ քիչ առաջ էստեղ եւ ձեր գործընկեր Գառնիկը Դանիելյան եւ այլ գործընկերներ ասում են, որ մարդիկ այսօր մինչեւ վարկ չվերցնեն, փող չգտնեն, ուրեմն հույս չեն ունենալու, որ բուժում են ստանալու։ Մենք հենց այս տրամաբանությունն ենք փոխել այս մեր ծրագրերով, որովհետեւ օրինակ ես ունեցել եմ դառը պատմություն 2015-16 թվականներին, երբ որ հարազատ մարդուն բուժօգնություն չէին տրամադրում, մինչև փողը չհասներ հիվանդանոց։ Դուք երևի այդ թվերի մասին եք ինչ-որ բաներ ասում, վստահաբար ոչ 2018 թվականից հետո։ Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված բժշկական ծառայություններից օգտվողների թիվը եւս ավելացել է։ Բյուջեն կազմել է 26 միլիարդ դրամ։ Լյարդի, ոսկրածուծի, երիկամի փոխպատվաստումների համար պետությունը տրամադրել է 379 միլիոն դրամ։ Եվ այլն եւ այդպես շարունակ եւ բազմաթիվ այլ ծրագրեր, չեմ խոսում բուժ հաստատությունների կապիտալ վերանորոգումների մասին, զրոյից բուժ հաստատությունների կառուցման մասին, պոլիկլինիկաների ուրեմն վերակառուցման, վերանորոգման մասին, միջին օղակի աշխատավարձերի բարձրացման մասին, բազմաթիվ բաներ կան, բայց դուք գալիս եք եւ էլի փորձում եք ստվերել, նսեմացնել այն ամեն ինչ որ ժողովուրդը իր աչքերով տեսնում է։ Եվ ամփոփելով Տիկին Հունանյան, ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ես կարծում եմ դուք լավագույնս կիրականացնեք հանձնաժողովի նախագահից բխող ձեր պարտավորությունները եւ ընդդիմությանը եւս մեկ անգամ կոչ եմ անում։ Եթե ձեզ համար կարեւոր են հանձնաժողովի նախագահների պաշտոնները, հաստիկները, փոխնախագահների, ազգային ժողովի փոխնախագահի, ով անգամ դալիս չի գալի ձեր կողմից ներկայացված մարդը, ապա ներկայացրեք թեկնածուներ։ Եթե չեք ներկայացնում թեկնածուներ, ուրեմն այդ թեման ձեզ համար կարևոր չի եւ անիմաստ, ուրեմն իմիտացիա մի արեք աշխատանքի եւ մի խանգարեք ազգային ժողովի բնականon աշխատանքներին։ Շնորհակալ եմ։